Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 20-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծանոթացել կրթական նորարար մոտեցումներին, սաների առօրյա աշխատանքներին ու նախագծերին։ Նախարարին ուղեկցել են տեղակալ Արմեն Ղազարյանն ու միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նախարար Սարգսյանը կենտրոնի տարբեր բաժիններում ծանոթացել է կրթական ծրագրերին, սովորողների առաջ խաղացման հնարավորություններին ու հետաքրքրություններին։ Դասընթացավարների հետ քննարկվել են կրթական գործընթացի առանձնահատկություններն ու երիտասարդների ստեղծագործական ներուժի զարգացման մեխանիզմները։ Սովորողները կիսվել են իրենց նախագծային գաղափարներով, ներկայացրել ստեղծագործական աշխատանքներ եւ անդրադարձել այն փորձին, որը ստանում են Թումոյում։ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կենսաչափական նոր փաստաթղթերի մշակման գործում ներգրաված երիտասարդները ներկայացրել են նոր դիզայնի վերաբերյալ իրենց պատկերացումները։ Նրանք կիսվել են նախագծային փուլի արդյունքներով, խոսելով կոնցեպտների ու վիզուալ լուծումների մասին։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել երիտասարդների ակտիվությունը, նշելով, որ այս գործընթացին նրանց ներգրավվածությունը ոչ միայն խթանում է նոր մոտեցումների զարգացումը, այլև ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է լինել կրթության եւ պետական կառավարման ոլորտների համագործակցությունը։ Հաշվի առնելով, որ մյուս կողմում ոլորտի միջազգային փորձագետներին երիտասարդ ստեղծագործողների գաղափարները քննարկման դաշտ բերելը լավ գաղափար է որակվել նաեւ ֆրանսիացի գործընկերների կողմից։ Նախարարի գնահատմամբ նման աշխատանքները կարևոր են երիտասարդների համար իրականացնելու իրենց ստեղծագործական գաղափարները եւ ներդրում ունենալու կենսաչափական նոր փաստաթղթերի ստեղծման գործում։ Ներկայացված առաջարկների վերաբերյալ տպավորություններով է կիսվել միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նրա խոսքով սա դեռ աշխատանքների միջանկյալ փուլն է։ Երեխաների պատկերացումները իսկապես տպավորիչ էին եւ գունային գամայի ընտրության հարցում եւ անձնագրի շապիկից եւ անվտանգային բաղադրիչներից սկսած մինչեւ տվյալների էջ եւ վիզաների էջերի ձևավորում տարբեր մոտեցումների ականատես եղանք։ Շատ հետաքրքիր այսպես մտագրոհ էր կազմակերպվել այստեղ նախապես եւ արձանագրված էին այն բոլոր ասոցիացիաները, որոնք առաջին հայացքից ձևավորվել էին երեխաների մտքում։ Աշխատանքները շարունակվելու են մինչև ավարտուն փուլ, ընդհանրացնելով այն գաղափարներն ու մտքերը, որոնք հիմք կհանդիսանան կենսաչափական համակարգի ներդրումն իրականացնող HiPass ընկերության դիզայներների համար։ Ներքին գործերի նախարարությունը կարևորում է ինքնության ու անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ ստեղծարար պատանիների մտագրոհը, դրա արդյունքում գեներացված ասոցիացիաները եւ դրանց վիզուալիզացման եղանակները։ Ներկայացված իլյուստրացիաները երիտասարդ սերնդի պատկերացումների եւ ընկալումների մասին են եւ դրանց վերլուծությունն ու քննարկումը հավելյալ արդյունավետություն է հաղորդում գործընթացին։ Հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել են ներկայացված գաղափարներն ու դրանք իրականացնելու ճանապարհները։